Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակապետական քաղաքականություն է վարում, կարծում է Սերժ Սարգսյանի առաջնորդած ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը, որը հեղինակել է ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծ, այսօր էլ խորհրդարանական լսումներ հրավիրել այդ թեմայով։ Միակ լուծումն ըստ պատիվ ունեմի վարչապետին անվստահություն հայտնելն է, դա նաև մինչև հերթական ընտրություններ իշխանափոխության ամենաիրատեսական ճանապարհն են համարում։ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թվարկեց Փաշինյանի ձախողումները, որը պատիվ ունեմը 8 էջում է ձևակերպել։ Ադրբեջանական ներխուժումների պայմաններում Հայաստանի տարածքային ամբողջականությունը լրջագույն սպառնալիքի տակ է, ձախողված դիվանագիտության հետևանքով կորսված ու հայաթափված է Արցախը, հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, տապալվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլախոհները հայտնվում են բանտերում, ըստ նախագծի ծաղկում է կոռուպցիան և հովանավորչությունը։ Քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին հերթական պահանջների առաջադրմանը և պարունակում է նոր ագրեսիայի վտանգ։ Խորհրդարանում 6 պատգամավոր ունեցող ուժի ճանապարհային քարտեզը հետևյալն է. նախ իմպիչմենթի գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա, ապա ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որը նաև պետք է խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպի, բայց իմպիչմենթի գործընթացը սկսելու համար շատ կոնկրետ թվով պատգամավորների ստորագրություններ են անհրաժեշտ։ Որոշման նախագիծ ներկայացնելու համար 36 օրենսդիրներ պետք է միավորվեն, իսկ որպեսզի վարչապետը պաշտոնան կարվի, ավելի մեծ թվով պատգամավորների կողմ ձայներն են անհրաժեշտ, 54-ը։ Երկու դեպքում էլ, եթե անգամ ընդդիմադիր երկու պատիվ ունեմ և Հայաստան խմբակցությունները միավորվեն, ձայները բավարար չեն։ Պրոցեսը խորհրդարան կմտցնենք, ըստ այդմ նաև կհանրայնացնենք նաև այդ մարդկանց ստորագրությունները այն դեպքում, երբ որ մեր համար արդեն հստակ լինի, որ այդ ձայները ոչ թե 36-ի են հասել, այլ 54-ին են մոտենում։ Այսօր նոր փուլ մտավ ընդդիմադիր երկու խմբակցությունների ամիսներ շարունակվող բանավեճը, թեև երկուսն էլ կողմ են վարչապետ Փաշինյանի անվստահության գործընթացին, բայց նրանց պատգամավորների ստորագրությունները երկու առանձին թղթերի վրա էին։ Բացի այդ, մեթոդների հարցում երկու ուժերի լիդերներն ունեն տարաձայնություն։ Չբացառելով փողոցային պայքարը, Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրություններով, ի տարբերություն Սերժ Սարգսյանի։ Այս ֆոնին Հայաստան խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը այսօր հայտարարեց, իրենց բոլոր պատգամավորները պատրաստ են ստորագրել պատիվ ունեմի ձևաթղթի տակ, բայց Հայաստանը, որին այս ընթացքում նաև պատիվ ունեմից էին կսմիթներ բաժին հասնում, խորհրդարանի ամենափոքր խմբակցությունից կոնկրետ ակնկալիք ունի։ Մենք ակնկալում ենք ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները և հարցը բերել իրական մեկնարկը տալ իմպիչմենթի գործընթացը այս դահլիճում, բնականաբար ունենալով մեր ամբողջական աջակցություն։ Տեսակետներ հնչեցին, չնայած մեկը մյուսին հաջորդող շարժումներին, ինչու տեղի չի ունեցել իշխանափոխությունը։ Եղան գործնական առաջարկներ, ինչպես կարելի է հասնել Փաշինյանի հեռացմանը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսն ունի համաժողովրդական շարժման ծրագիր, որի շուրջ առաջիկայում պատրաստվում են քննարկում կազմակերպել։ Բայց փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բացառեց նախկին երկու նախագահների հետ համագործակցությունն այդ ճանապարհին։ Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ։ Ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Այսօրվա լսումներին իշխանականներ չմասնակցեցին։ Մինչ ընդդիմադիրները հանդիպում կոնսուլտացիաներ են ծրագրում, ազգային ժողովի նախագահը պնդում է, քաղաքացիական պայմանագիրը արտահերթ ընտրության կարիք չի տեսնում։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա գնում եմ արտահերթ ընտրություն, որտեվ ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ։ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ հաջորդ ընտրություններում խորհրդարանական այսօրվա անդիմությունը չի վերընտրվելու, իսկ իրենք 2021-ի ցուցանիշից 54%-ից էլ շատ ձայն կստանան։ Կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարշ գանք։